Բարև ձեզ, ես Դավիթ Վարժապետյանն եմ, այսօրվա մեր դասը վեկտորի հասկացությունն է։ Ինչպես գիտենք, ֆիզիկայում կան մեծություններ, որոնք բնութագրվում են ոչ միայն իրենց թվային արժեքով, այլ նաև ունեն որոշակի ուղղություն։ Այդպիսի մեծությունները կոչվում են վեկտորական մեծություններ կամ կարճ վեկտորներ։ Օրինակ այդպիսի մեծություններից են արագությունը, կետի տեղաշարժը եւ այլն։ Իսկ հիմա տեսնենք երկրաչափության մեջ ինչպես է սահմանվում վեկտորը։ Վեկտորը դա հատված է, որի համար կա սահմանված սկիզբ եւ վերջ, այսինքն վեկտորը ունի կոնկրետ ուղղություն։ Ինչպես տեսնում եք նկարում տրված է AB վեկտորը եւ հենց որ մենք ասում ենք AB, դա նշանակում է, որ առաջին տառը մեր մոտ հանդես է գալիս սկիզբը, վեկտորի սկիզբը, իսկ B-ն հանդես է գալիս որպես վեկտորի վերջ։ Ահա էկրաններին տեսնում եք տարբեր վեկտորներ, CD վեկտոր, EF վեկտոր, AB վեկտոր, որոնք ունեն տարբեր ուղղություններ եւ ինչպես տեսնում եք պատկերված է M կետը, որը կարող է ունենալ տարբեր ուղղություն եւ ինչն է կարեւոր, որ կետի սկիզբն ու վերջը համընկնում է իրար հետ։ Հիմա տեսնենք թե վեկտորների ինչ տեսակներ կան եւ ինչով են դրանք մեկը մյուսից տարբերվում։ Նախ եւ առաջ վեկտորները լինում են համագիծ։ Ինչ է նշանակում համագիծ։ Վեկտորները համագիծ են այն դեպքում, երբ որ իրենք գտնվում են կամ նույն ուղի վրա, կամ գտնվում են զուգահեռ ուղիղների վրա։ Ահա խնդրեմ տեսեք կոնկրետ B վեկտորը եւ AB վեկտորը դրանք համագիծ վեկտորներ են, ինչի, որովհետեւ գտնվում են նույն ուղի վրա։ Կամ օրինակ CD վեկտորը եւ A վեկտորը նորից համարվում են համագիծ վեկտորներ, որովհետեւ քանի որ իրանք զուգահեռ են, մենք ինչպես սահմանումով ասեցինք, նրանք հանդիսանալու են համագիծ վեկտորներ։ Իսկ արդեն CD-ն եւ EF վեկտորները իրար հետ համագիծ չեն։ Շատ կարեւոր է նաեւ տարբերել համագիծ վեկտորների երկու տեսակներ։ Համագիծ վեկտորները կարող են ունենալ միանման ուղղություն, այդպիսի համագիծ վեկտորներին ասում ենք համուղված, եւ կարող են ունենալ նաեւ հակառակ ուղղություններ, այդպիսի վեկտորներին կասենք հակուղված վեկտորներ, որոնք ունեն իրենց նշանակման ձևը։ Տեսեք, եթե մենք գիտենք, որ վեկտորները իրար համուղված են, նշանակում ենք հետեւյալ կերպ։ Օրինակ, ունենք A վեկտոր, որը համուղված է B վեկտորին։ Նշանակում ենք հետեւյալ կերպ։ Եվ հակառակը, երբ որ A վեկտորը հակուղված է B վեկտորին, նշանակում ենք հետեւյալ կերպ, այսինքն սլակները իրար հետ հակառակ ուղղությամբ են նայում B վեկտոր։ Մենք ունենք հետևյալ օրինակները եւ կարող ենք այստեղից հետեւություն անել, ինչպես տեսնում եք, այս բոլոր վեկտորները ABC-ն համագիծ վեկտորներ են եւ կարող ենք ասել նաեւ համուղված վեկտորներ են, որովհետեւ բոլորը ունեն նույն ուղղությունը։ Ինչ հետեւություն կարող ենք անել այստեղից։ Եթե A վեկտորը համուղված է B վեկտորին, իսկ B վեկտորը իր հերթին համուղված է C վեկտորին, սրանից հետևություն, որ A վեկտորը նաև համուղված է C վեկտորին։ Մյուս օրինակում մենք տեսնում ենք, որ երկու վեկտորներ ուրեմն ունեն նույն ուղղությունը, իսկ մի վեկտորը տարբեր ուղղություն ունի։ Ինչ է սա նշանակում։ Եթե B վեկտորը հակուղված է C վեկտորին եւ A վեկտորը հակուղված է C վեկտորին, սրանից հետևություն, որ A եւ B վեկտորները իրար հետ համուղված են։
an համուղված է b-ին։ Եվ վերջին օրինակում տեսնում ենք, որ եթե b վեկտորը, տեսեք, այստեղ b վեկտորը հակուղված է c վեկտորին, եւ b վեկտորը հակուղված է a վեկտորին։ Սրանից հետևություն, որ a եւ c վեկտորները կլինեն իրար հետ համուղված։ A վեկտորը համուղված է c վեկտորին։ Իսկ հիմա ցույց տանք, թե երբ են վեկտորները իրար հավասար, բայց մինչև սահմանելը վեկտորների հավասարությունը, նախ պետք է ներմուծենք մեկ այլ գաղափար, վեկտորի երկարություն կամ վեկտորի մոդուլ։ Ինչ է դա նշանակում։ Դա նշանակում է, որ մեր տարբեր վեկտորներ ունեն տարբեր չափեր եւ մեզ արդեն կարևոր չի ուղղությունը, այլ մեզ պետք է վեկտորի բացարձակ արժեքը։ Այսինքն վեկտորը ինչ երկարություն ունի, դա կարող է լինել 10 սանտիմետր, 3 դեցիմետր եւ այլն։ Եթե մենք ունենք AB վեկտոր, AB եւ գիտենք ինչպես է նշանակվում վեկտորը AB, ապա եթե պետք լինի մեզ գրել իր մոդուլը կամ բացարձակ արժեքը, մենք պետք է մոդուլի նշանի տակ վերցնենք այդ վեկտորը AB-ն մոդուլի նշանի տակ, այսինքն այստեղ խոսքը գնում է միայն թե վեկտորը ինչ արժեք է ընդունում, ինչ երկարություն ունի։ Եվ այստեղից կարող ենք արդեն սահմանել հավասար վեկտորների գաղափարը, հավասար են այն վեկտորները, որոնք եւ ունեն միևնույն չափը, միևնույն իրանց մոդուլը հավասար են եւ իրենք համուղված վեկտորներ են։ Օրինակ, հիմա եթե ես պատկերեմ երկու վեկտոր, թող լինի A վեկտոր եւ թող լինի B վեկտոր։ Համուղված վեկտորների սահմանումից պարզ է, որ բավարարում են այդ պայմանին այս հետևյալ վեկտորները, տեսեք իրենք նախ եւ առաջ համագիծ են, այսինքն գտնվում են զուգահեռ ուղիղների վրա եւ մյուս կողմից իրենք ունեն նույն ուղղությունը, այսինքն մենք այս երկու վեկտորները կարող ենք դիտարկել որպես համուղված վեկտորներ եւ համուղված վեկտորների նշանակումը գիտենք արդեն A վեկտորը համուղված է B վեկտորին։ Ինչ է մեզ երևում, որ A վեկտորը եւ B վեկտորը, եթե մենք չափենք իրենց, հա, պայմանականորեն կանոնով ուզենանք որոշենք իրենց երկարությունները, ապա կտեսնենք, որ ունեն միևնույն երկարությունը։ Դրա համար գրում ենք մոդուլով վեկտոր A-ն հավասար է մոդուլով վեկտոր B-ին, այսինքն ունեն միևնույն երկարությունը, այս ամենից հետևում է, որ մեր վեկտորները իրար հավասար են։ Կարող ենք առանձին գրել, որ վեկտոր A-ն հավասար է վեկտոր B-ին։ Մի կարևոր բան էլ ուզում նշել, որ զրոյական վեկտորը համագիծ է, այսինքն զրոյական վեկտորը ասելով կարող ենք հասկանալ տարածության կամ հարթության մեջ ցանկացած կետ, օրինակ m կետը, ինքը համարվում է ցանկացած վեկտորին համագիծ վեկտոր, իսկ իր բացարձակ արժեքը հավասար է 0-ի։ Մենք զրոյական վեկտորը կարող ենք նշանակել 0-ով, այսինքն այսպես, եւ իր բացարձակ արժեքը, զրոյական վեկտորի բացարձակ արժեքը հավասար է լինելու 0-ի։ Իդեպ նշեմ, որ այն վեկտորները, որոնք համագիծ չեն, այսինքն չէին բավարարում համագիծ վեկտորի պայմանին, կոչվում են տարագիծ վեկտորներ եւ օրինակի համար կարող եմ ձեզ ցուցադրել երկու տարագիծ վեկտոր, օրինակ թող այս վեկտորը լինի E վեկտոր եւ այս վեկտորը լինի օրինակ F վեկտոր, տեսնում եք իրենք չեն բավարարում համագիծ վեկտորների պայմանին, դրա համար իրենք տարագիծ վեկտորներ են։
Այսքանը այս դասի համար, շնորհակալություն, կհանդիպենք մյուս դասերին։